Պատգամավորի աշխատավարձի բարձրացման ու աշխատանքում օգնականի ընդգրկման առաջարկությունները Ազգային ժողովի օրակարգ մտան համատեղ։ Շուրջ 1 տարի այս հարցերը քննարկվելուց հետո Ազգային ժողովը հավանություն տվեց կանոնակարգ օրենքում փոփոխություն մտցնելու եւ որոշվեց, որ յուրաքանչյուր մեկ պատգամավոր ունենալու է պետական հիմունքներով մեկ օգնական, ով վճարվում է Ազգային ժողովի հաստիկացուցակով 1 ամսվա համար 100,000 դրամով։ Օգնականը պետք է զբաղվի թղթաբանությամբ, էլի, գնահկա, թղթերը, հրամանները, օրենքները նա վերցնի, որ մեզի տեղյակ պահի։ Օգնականը շատ լավ է, օգնական, որ հիմա օրենքով նախատեսել են։ Պատգամավորի աշխատանքը ավելի արդյունավետ է, ավելի լավ կկազմակերպվի, եթե պատգամավորը ունի օգնական ու այս առումով ճիշտ քայլ էր օգնականին վարձատրելը։ Եվ այսպես պատգամավորների պահանջն է, որ օգնականը լինի բանիմաց, տիրապետի թղթատարությանը, քաղաքացիներ ընդունի, մի խոսքով ավելի դյուրին դարձնի պատգամավորի աշխատանքը։ Առաջարկությունը հավանության արժանացավ, որի համար պետությունը պարտավորվեց բյուջեից 131 պատգամավորների համար վճարում կատարել այդքան անգամ 100,000 դրամ, այսինքն ամսական 13 միլիոն դրամ։ Պատգամավորների աշխատավարձը չի բարձրացել, ուրեմն սկսած 2001 թվականից, երբ որ արդեն պետական պաշտոնյաների, քաղաքացիների աշխատավարձերի հետ կապված այդ հարցն է քննարկվել, այսինքն ընդհանրապես այն ժամանակ եղել է ֆիքսված թիվ եւ ընդհանրապես որևիցե անգամ դրան չի անդրադարձ եղել։ Մենք ստանում ենք 300,000 դրամ, որից 60,000-ը պահում են եկամտահարկ, 240,000 տալիս են։ Այդպեսի խոսակցությունը շատ է եղել, բայց առաջխաղացում չկան։ Որքանով է պատգամավորի աշխատավարձի բարձրացումը օրախնդիր եւ որքանով վարձատրությունն ազդում է մեր երկրի օրենսդիրների արդյունավետ աշխատանքի վրա, ըստ գյումրեցի որոշ պատգամավորների այնուամենայնիվ ազդում է։ Որպես պատգամավորական ծախսեր, այդ ծեր ասածը թե մարզերում գնա, թե ընտրողների հետ հանդիման, թե ընդամենը 15,000 դրամ է, որը շատ չնչին է, որտեղ այլ երկրներում, եթե մենք նայում ենք, աշխատավարձից շատ է ծախսերը, այդ որտեղում են պատգամավորներն, այսինքն այստեղ մենք այդ խնդիրը այո ունենք, եւ հիմա երբ որ քննարկման փուլը եղավ, բնական է տարբերակներ պիտի նայվի, որտեղ 15,000-ը որպես այդպեսին արդեն ծախս չի կարելի համարել պատգամավոր, որտեղ գիտեք, գիտեք, դա ընդամենը ինչի կարող է թղթի բավարարել։ Մենակ գնալ գալու համար, ամեն գնալ համար մենք ծախսում ենք մոտավորապես 30,000 դրամ։ Ըստ դժգոհող պատգամավորների բարձրացումներ եղել են տարբեր ոլորտներում՝ թոշակ, նպաստ, բուժաշխատող ու մանկավարժ, անգամ դատավոր։ Իսկ պատգամավորը 10 տարի նույն չափով է վարձատրվում։ Սուքիաս Ավետիսյանը օրինակ նկատում է, որ սխալ է անգամ հավասար վճարումները։ Կա օրինակ լավ աշխատող ու չաշխատող պատգամավոր։ Կան քանի պատգամավորներ, որոնք ակտիվություն են ցուցաբերում, որ անպայման իրենց աշխատավարձը բարձրացի։ Դա ասած բարձրացեն, բայց բոլոր պատգամավորները պետք են։ Իսկ որքան փող է պետք պատգամավորին լավ աշխատելու կամ ներկա պահին նաև ֆինանսատնտեսական ճգնաժամը շրջանցելու համար։ Վրաստանին օրինակ նրանք ստանում են մինչև 3,000 դոլարի համարժեք իրենց գումարը։ Իսկ մենք ես ասած իշքանի, իհարկե, եթե բարձրացնեն, պետք է մոտավորապես մեր լինի 600,000 դրամ, որպեսզի հերիք է պատգամավորեն։ Կան պատգամավորներ, որ իհարկե այդ 600,000 դրամներ է քիչ, քանի որ նրանք ընտանիք են պահում։ Ազգային ժողովում կան պատգամավորներ, ովքեր ապրում են զուտ աշխատավարձի հույսին։ Այո, պատասխանում է Սուքիաս Ավետիսյանը ու ասում, որ անուններ էլ կարող են մտաբերել։ Իսկ Գյումրիում կան նման պատգամավորներ, ովքեր ընտանիք են պահում պետական աշխատավարձով։ Գյումրիում կարծեմ կան։ Ես չեմ կարող անունսել, բայց կա։ Ճիշտ ասած չեմ կարող այդ հարցին պատասխանել, չգիտեմ, բայց մեծ մասը 90%-ից ավելին պատգամավորական աշխատավարձի հույսով չի գնացել ազգային ժողով։ Ըստ Մարտուն Գրիգորյանի Ազգային ժողովի պատգամավորների գրեթե 90%-ը եկամտի այլ աղբյուր ունեն, ինչպես եւ ինքը։
Սուքիաս Ավետիսյանը շեշտում է, հատկապես մեծամասնականով ընտրված падգամավորների մասին է խոսքը, ովքեր ըստ նրա մինչև մեծ ծախսեր չանեն, падգամավոր չեն ընտրվում։ Թեև օրենքով падգամավորին արգելված է ազգային ժողովին զուգահեռ որոշ այլ աշխատանքով, մասնավորապես բիզնեսով զբաղվել, մեր падգամավորները իրենք են նշում, որ մեծ մասի այլընտրանքային զբաղմունքը բիզնեսն է։ Ընդ որում, ըստ Ռոբերտ Զաքարյանի, որոշ դեպքերում բիզնեսն էլ падգամավորի աշխատանքի պես իրեն չի արդարացնում։ Դες օրինակ մեսնենք մեր ֆաբրիկան։ Մեր ֆաբրիկան էս դոլարի կուրսն ասպես մեգից բարձրացան, մեր ֆաբրիկան տուժվում է մոտավորապես $122,000 վնաս է կրում։ Տեսնենք մեր կառավարությունը ինչ կարող է խադուցել։ Եվ այսպես падգամավորի աշխատավարձի բարձրացումը դեռ օրակարգում է, ըստ Սուքիաս Ավետիսյանի կրկին քննարկումներ կծավալվեն մարտ ամսին։ Առաջարկության համաձայն, եթե падգամավորի աշխատավարձը բարձրանա կրկնակի, ճգնաժամին ընդառաջ պետական բյուջեից 131 падգամավորի համար կպահանջվի այդքան անգամ 300,000 դրամ ևս, այսինքն մոտավորապես 40 միլիոն դրամ։ Քրիստինա Մկրտչյան, Համբարձում Պապոյան, Արտյոմ Ադամյան, Գալանյուս։